Արագածոտնի մարզային գրադարանի սիրելի հետևորդներ, այս տարի գրադարանը մեկնարկում է ևս մի նոր շարք, աշտարակը և նրա անվանի մարդիկ խորագրով։ Շարքում կներկայացվի մեծանուն աշտարակցիներին, որոնք ամբողջացնում են իրենց բնորանի մշակութային դիմապատկերը։ Աշտարակը եղել և մնում է հայոց մշակույթի բնորանը, որն ազգին տվել է մի շարք նշանավոր հայորդիներ՝ Երվանդ ու Սմբատ Շահազիզներ, Ներսես Աշտարակեցի ու Պերճ Պռոշյան, Գրիգոր Ղափանցյան ու Գևորգ Էմին, Վահրամ Ալազան ու Արևշատ Ավագյան, Նորայր Սիսակյան ու Վարդգես Պետրոսյան և ուրիշներ։ Այսօր կանդրադառնանք մեծանուն աշտարակցի Երվանդ Շահազին, ով կդառնար 167 տարեկան։ Շահազիզը հայոց մտավոր անդաստանը հերկող մշակներից ամենաերկարակյացն էր։ Նա աղբյուրագետ պատմաբան և բնագրագետ բանասեր էր։ Շահազիզը հոգով ու սրտով իրեն համարում էր աշտարակցի և գրում էր. «Մենք սիրում էինք աշտարակը, նրա օդն ու ջուրը, հացն ու կերակրեղենը, կյանքն ու սովորույթները, այգեգուտն ու դրա հետ կապված ուրախությունները»։ Մեծ եռանդով ու ջանասիրությամբ նա մշակել, գրել և մեկը մյուսի հետևից հրապարակել է մի շարք մեծարժեք աշխատություններ, ինչպիսիք են «Աշտարակի պատմությունը», «Հին Երևանը», «Դիվան Միքայել Նալբանդյանինը», «Դիվան Խաչատուր Աբովյանինը» և այլն։ Երվանդ Շահազի «Աշտարակի պատմությունը» նվիրված է մշակութային ավանդներով հարուստ հնագույն բնակավայրերից մեկին՝ աշտարակին, նրա պատմական կյանքին, ժողովրդի աշխատանքային առօրյային, վիմագրերին ու հուշարձաններին, հնավանդ ծեսերին ու սովորույթներին և աշտարակցիների մասնակցությանը համազգային հոգևոր կյանքին ու ազատագրական պայքարին։ Հուշագրողը գրում է. «Ես աշխատում եմ միայն էականը գրել, ուստի սեղմում եմ գրվածքս, հաղորդելով մեր խոսակցության միայն համառոտ, բայց ճիշտ բովանդակությունը։ Մեծ են Շահազի հայ ժողովրդի գրականությանն ու մշակույթին մատուցած ծառայությունները»։ Սիրելի հետևորդներ, սիրով ձեզ ներկայացրինք աշտարակի անվանի զավակին՝ Երվանդ Շահազին։